Տատի ջան, ես գործով եմ եկել։ Դուք ճանաչում եք Գևորգ Խաչատրյանին։ Չէ, էտո բա թազա երկիչ, հա։ Տոմս մոմս եք ծախում, հա։ Տատի ջան, ինչ տոմս, ինչ երկիչ։ Գևորգ Խաչատրյանը ինքն է, հեսա։ Հաջի թորս, Ազիզ ջան, թորս, հա։ Թորը տա, բայց մեզ չեմ ճանաչում։ Դե ես մեծ կին եմ մոռացել եմ անուն, իրան ասում են Բալիկ ջան, Թորնիկ ջան, անուշս, քաղցրս։ Հասկացա։ Ուրեմն ձեր թորնիկը հետախուզման մեջ է։ Ոստիկանները փնտրում են իրան։ Ինքը շատ լուրջ հանցագործությունների մեջ է կասկածվում։ Այո։ Դուք գիտեք իրա գտնվելու վայրը որտեղը։ Հələ մի րոպե էլի մի հատ այդ քո գրական հայրենով գլուխս մի տար, հա, նորմալ մարդկային ձևով բան խոսա, բան հասկանամ, ինչ ես գլուխս կռուզի տանում։ Տատի ջան, քո լեզվով ասած ձեր թորը ման են գալի ոստիկանները։ Ուրա տեղը գիտեք։ Թորանս 2 ամիսա ով է նրա իրեսը տեսես, կի նոր տարի չեկավ շնորհավոր, իշ սրիկան։ Չեք տեսա։ Մերը ինչ, ինքը ինչ։ Հասկացա, բայց ես պիտի տունը մի հատ խուզարկեմ։ Ազիզ ջան, բայց մինչև տունը խուզարկելը կարող է մի հատ ինձ խուզարկես։ Ամուսնուս մահանալուց հետո ոչ ոք ինձ չի խուզարկել։ Չէ, տատ ջան, լավա, նստի։ Չեմ դել մի հատ ֆռա։ Չէ, ջան։ Ես տունը մի հատ խուզարկեմ։ Հրմ հատ խուզարկելի։ Ու ինչ լով ես խուզարկում, Լուսա։ Ոյ։ Այն մասը։ Հələ մի վերքեն։ Ես ինչ պայուսակա։ Դու իմ մեքափի պարականերն ինչ պայուսակա։ Մեքափի։ Այո, unboxing արհն այո։ Հիմա կստուգենք։ Ստուգի։ Ես ի՞նչ է, բա ասում ես մեքափից պայուսակն է։ Այդ մեծ կնիկ եմ հիշողությունս ինչ չի, բայց դե իմ պայուսակ